Ir pasākumus, kuriem ir grūti saņemt. Խորեն Ստալբեն հայ արմատներով լատվիացի ստեղծագործող է, որի մեջ բաբախում է հայրենասիրությունն ու գեղարվեստական ազատության նոր սիրտը։ Աստծո կամքով նա գտավ իր ճանապարհը դեպի հոր երկիրը՝ Հայաստան։ Լատվիացի երգիչ, դիջեյ, դերասան, կինոօպերատոր եւ լուսանկարիչ Բալթյան մշակույթի յուրահատուկ դեմքերից մեկը 1971 թվականի մարտի 8-ին Ռիգայում ծնված Խորեն Ստալբեն հայ հայտնիներից Խորեն Աբրահամյանի արտաամուսնական որդին է։ Արմլուրը տեղեկացավ, որ Խորենն այսօր Հայաստանում է։ Նա մեծանալով առանց հոր ավելի ուշ պարզել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի որդին է։ Արմլուրը տեղեկացավ, որ Խորենը 19 տարեկանում հիմնել է իր առաջին խումբը Fact Art-ը։ Նրա For Black Men Christmas No Weekend տեսահոլովակը դարձավ առաջին լատվիական տեսահոլովակը, որ ցուցադրվեց աշխարհահռչակ MTV-ով։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 Hip hop, good level, like a devil Hot, cool, stupid, bad, fresh heat You're black, LA burning, can't stop it Black and black, black and white Չնայած նրա ակտիվ կենսախինդ կերպարին իր ներսում մի ցավ է միշտ ապրել, զգալով հորը չճանաչելու ցավը։ Մայրս միշտ պատմում էր նրա մասին, միայն լավը, ասում էր, հմայի չէ, բարի, տաղանդավոր։ Ես մեծանում եի այդ պատմություններով, նրա բացակայության մեջ, պատմում է Խորենը։ Երբ կոնսերվատորիայի ուսանող էի, ռեժիսոր Մարա Կիմելեն մի հարց տվեց։ Ձեր անուն Խորեն է, ձեր հայրը հայ է, պետք չէ ամանչել դրանից, ավարտացիր դրանով։ Այդ խոսքերը դարձան Խորենի կյանքի շրջադարձը։ 15 տարի առաջ նա իմացավ հոր մահվան բոթը, չհասցրեց հանդիպել, բայց տարիներ անց 48 տարեկանում նա առաջին անգամ եկավ Հայաստան։ Երբ լուսաբացին հասանք, զգացի, Աստված է ինձ ուղարկել։ Հայաստանի գեղեցկությունը, լեռների լռությունը, ազգականներից գրկախառնությունը դա մի նոր էջ էր իմ կյանքում։ Ամենահուզիչը հորս գերիզմանին այցելությունն էր։ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբողլյանը ինձ ուղարկեց այնտեղ, գոնե այդ կերպ հանդիպեցի հորս այս կյանքում։ Այսօր Խորեն Ստալբեն շարունակում է ապրել ու ստեղծագործել Ռիգայում, ղեկավարելով իր Ռիգա Ռեգե խումբը։ Նրա կինը ևս հայուհի է, Լուսինե Ծատուրյանը։ Երբ իմացա, որ նա հայ է, մտածեցի, սա ճակատագիր է։ Լուսինեն ինձ օգնում է տեսնել աշխարհը հոգով, ես իրենով հասկացա ինչ է իրական տունը, շփտում է Խորենը։ Արմլուրը տեղեկացավ, որ Խորենը նախաձեռնել է լատվիացի մտավորականների ստորագրահավաք Լատվիայի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, իր արյան ձայնը վերածելով արդարության հնչյունի։